Ողջունում եմ բոլորիդ, ողջունում եմ, բարի լույս, բարի առավոտ։ Ես ուզում եմ սիրելի մեղրաձորցիներ, ձեզ հետ կիսել իմ տպավորությունները այսօրվա Հայաստանի մասին, որովհետև նաև քարոզարշավ, որ ամբողջ հանրապետությունում պտտվում ենք, նախկինում էլ աշխատանքային այցերը մի քիչ ուրիշ են, բայց քարոզարշավը ավելի շատ եմ ժամանակ անցկացնում բնակավայրերում, մարդկանց մեջ շփման մեջ, եւ գիտեք ինչ զգացողություն կա, որ լինում է չէ, որ մարդ երկարատև ճամփորդությունից հետո, շատ երկար ճամփորդությունից հետո վերադառնում է տուն։ Վերադառնում է տուն, ոնց է գալիս է, նստում է իր տանը, երբ որ հասնում է իր տուն, իր բազկաթոռին կամ իր բազմոցին նստում է, մարդու զգացողությունը մի տեսակ փոխվում է, որովհետև այդ դեգերումներից վերադարձածի հոգեվիճակը, երբ որ ինքը գիտի, որ վերջ վերադարձել է, ինքը տանն է, ինքը տեղ է ապրելու, իր երեխեները տեղ է ապրելու, իր թոռը տեղ է ապրելու, իր սերունդները տեղ է ապրելու, եւ ինքը այլևս բախտ փնտրելու կարիք չունի, որովհետև իր բախտը իր տունն է։ Իմ ընկալմամբ այսօր Հայաստանը այդ զգացողության մեջ է։ Այս ուրեմն գրականության մեջ ամենահայտնի գործերից մեկը մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում գրած ոդիսական պոեմն է, որը Հոմերոսը մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում չել գրել, բանավոր է ստեղծել այդ պոեմը, հետո դա ձևակերպվել է։ Եվ իմաստը նրա մեջ է, որ Ոդիսևսը գնում է Տրոյայի պատերազմ եւ վերադառնալիս աստվածների դավադրությամբ շատ երկար չի գտնում հետադարձ տունը, չի գտնում եւ երկար տարիներ է տևում մինչեւ վերադառնում է ինքը տուն։ Ես այսօր առավոտից հետ եմ մտածում այդ մտքերով, որ 88 թվականին մենք ըստ էության գնացել ենք կռիվ, էլի պատերազմ ու 88 թվից մինչև 2024 թվականը տուն չենք վերադարձել, այդ մեր ոդիսականն է եղել։ Այն տարբերությամբ, որ եթե Ոդիսևսը նավով է ճամփորդել եւ իր դեգերումները նավով են եղել, մեր դեգերումները մեր մտքի մեջ են եղել։ Մենք գնացել ենք կռիվ ու Հայաստան չենք վերադարձել։ Ու Հայաստանում այդ տան զգացողությունը չենք ունեցել, չենք ապրել։ Այդ զգացողությունը, որ մենք տանն ենք, չենք ունեցել։ Եվ անընդհատ մենք Հայաստանում մեզ զգացել ենք ճամփորդի կարգավիճակում, որ գնում ենք, ինչ որ միտեղ ենք գնում, ինչ որ մի հայրենիք ենք փնտրում, ինչ որ մի հանգրվան ենք փնտրում։ Եվ մենակ 2024 թվականին եկել այդ զգացողությունը, որ լսեք, մենք տանն ենք ոնց որ, մեզ պետք չի փնտրել։ Եվ մենք այդ զգացողության մեջ ենք, որ երկարատև ճամփորդությունից հետո վերադարձել ենք տուն ու նստել ենք, տենց բան կա հայերենում ոնց որ տենց բարբարների մեջ տուն նստել հասկացություն կա, չէ, ասում են Իջևանում օրինակ ասում են տունա նստել, այսինքն տնավորվել է տունա նստել։ Հիմա մեզ հետ է տեղի ունենում ժողովուրդ, մենք տուն ենք նստում, որովհետև մենք հասկանում ենք, որ մեր տունը Հայաստանի Հանրապետությունն է եւ մենք ստեղ տնավորվում ենք եւ ստեղ պետք է ապրենք դարերով ու հազարամյակներով։ Մեր քաղաքական իրականության մեջ շատ էական մի բան է փոխվում, երբ որ մենք խոսել ենք հազարամյակների մասին, այդ հազարամյակները միշտ թիկունքում է եղել, անցյալում է եղել։ Մեր իրականության առավել եւս որևէ քաղաքական, մշակութային, տնտեսական որևէ իրականության մեջ մենք հազարամյակ եւ որ ասել ենք, մենք միշտ հետ ենք նայել, որովհետեւ մեր դիմացը չի եղել հազարամյակ, բայց չի եղել, որովհետև մենք չենք մտածել, որովհետև մենք պետքա մտածենք, որ լինի, որովհետև այն ինչ որ իրականության մեջ տեղի է ունենում, նախ մեր մտքում է տեղի ունենում,
Եվ այսօր այդ շատ կարևոր սոցիալ հոգեբանական փոփոխությունն է տեղի ունենում, որ մենք հազարամյակ ասելով հասկանում ենք ոչ միայն մեր անցած ճանապարհը, այլև մեր գալիք ճանապարհը։ Մենք հազարամյակ ասելով մտածում ենք ու պիտի մտածենք ոչ միայն անցած հազարամյակի, այլ գալիք հազարամյակի։ Եվ ընդհակառակը անցած հազարամյակը մեզ պետքա ոչ թե ողբի համար, այլ պետքա հաջորդ հազարամյակը կառուցելու համար որպես կյանքի հազարամյակ եւ ոչ թե կորուստների, ողբերգությունների, ցեղասպանությունների հազարամյակ։ Եվ մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում էտա տեղի ունենում, մենք տուն ենք նստել եւ տուն ենք նստում։ Եվ մենք դուրս ենք գալիս, մենք դպրոց ենք կառուցում, մանկապարտեզ ենք կառուցում, մենք մտածում ենք մարդկանց առողջության մասին, մենք մտածում ենք թոշակի մասին, մենք մտածում ենք ճանապարհների մասին, բայց զուգահեռ ուրիշ մի process էլ է տեղի ունենում, որովհետև տուն նստել այդ հանգստության զգացող ես գործնականում 90-ականների սկզբից բոլոր քաղաքական process-ներին մասնակցել եմ, որպես լրագրող, որպես արդեն քաղաքական գործիչ, ես երբեք այսպիսի հանդարտության քարոզարշավ չեմ տեսել։ Դա տուն վերադարձածի հանդարտությունն է, տուն վերադարձածի։ Ինչքան էլ հոգնածլնես, ջարդվածլնես, ինչքան էլ խնդիրներ ունեցածլնել, որ գալիս ես տանը դուռը բացում ես, հետևիցդ փակում ես, նստում ես, գնում ես քո սիրած բասկաթոռին կամ բազմոցին նստում ես, հանդարտություն է իջնում։ Եվ դա տեղի ունենում, բայց զուգահեռ տեղի է ունենում նաև ուրիշ process, որովհետև երբ որ հանդարտ ես, կենտրոնանում ես գործիդ վրա, կենտրոնանում ես արդեն ես զարմանում եմ, մենք ոնց չենք նկատել, որ մեր երկիրը ավերակ է, մենք ոնց ենք հանդուրժել, որովհետև մենք մտքով ստեղ չենք եղել ժողովուրդ, մենք մտքով ուրիշ տեղ ենք եղել, մենք մտքով տրոյաններում ենք եղել, չգիտեմ ուրիշ կռիվների, ուրիշ պատերազմների, ուրիշ հայրենիքներում ենք եղել մտքով եւ դրա համար չենք նկատել մեր իրականությունը եւ մենք այսօր կենտրոնացել ենք մեր իրականության վրա մեզ կարեւոր է մենք մեր անտառի մասին ենք մտածում մեր ճանապարհի մեր լուսավորության մեր ջրամատակարարման եւ այլն բայց այսօր զուգահեռ ուրիշ process էլ է տեղի ունենում մեր հանգստությունը այդ տուն նստողի եւ տուն նստածի հանդարտությունը անհանգստացնում է շատերին եւ մեզ ամեն օր ամեն ինչ արվում է որպեսզի տագնապը վերադառնա Հայաստան ամեն օր միլիոններ են ծախսում որ համոզեն որ Հայաստանի կառավարությունը ես պայմանավորվածություն ունեմ որ 300,000 ադրբեջանցի պետքա գա միլիոններ են ծախսում միլիոններ մենք Ժորժ ջան փախստականների վերադարձի թեման փակել ենք ընդ որում ես չեմ թաքցնում երկկողմ ենք փակել որովհետև դրանք ճանապարհ Ետ նույն օրինակը բերում եմ մեզ ասում են դու սահմանները ճանաչելով մեզ սահմանափակել ես որ մենք տարածվենք դեպի տարածվենք ասենք օրինակ դեպի արևելք կամ դեպի արևմուտք ու ճիշտ են ասում բայց ինչքան մեզ եմ սահմանափակել որ տարածվենք դեպի արևմուտք եւ դեպի արևելք այնքան ուրիշներին եմ սահմանափակել որ մեր տարածքում եւ մեր տարածքով ընդլայնվեն դեպի արևելք եւ դեպի արևմուտք ուրիշ բանի պատճառով որ մենք օբյեկտիվորեն երբ որ մենք մեզ դնում ենք դեպի արևելք եւ դեպի արևմուտք տարածվողի տեսլականի մեջ մենք կորցնում ենք մեր անկախությունը գիտեք ինչի որովհետև մենք անխուսափելիորեն օգնության կարիք ենք ունենում մենք ստիպված ենք լինում գնալ եւ օգնություն խնդրել եւ այդ օգնություն խնդրողի կարգավիճակը մեր կարգավիճակը օգնություն խնդրողի կարգավիճակը լավ կարգավիճակ չի
ամենալավ կարգավիճակը այն կարգավիճակն է, որ դու ասում ես ես իմ հարցերը կլուծեմ, դուք ձեր գործերով մնացեք։ Ես իմ հարցերը կլուծեմ։ Ամեն Աստծո օր միլիոններ են ծախսում ապացուցելու համար։ Որ ինչ 300,000 ադրբեջանցի, հասկանում եք, ստեղ բայց խնդիրն է, չի խնդիրն է նա, որ մենք փակել ենք թեման, իրանք բացում են։ Մենք փակել ենք թեման, իրանք բացում են։ Մենք ասել ենք չկա փախստականների վերադարձի process, որտեղ դա նշանակում է կոնֆլիկտի վերսկսում։ Մենք միլիոններ ենք ծախսում, միլիարդներ ենք ծախսում Ղարաբաղից տեղանված մեր քույրերին եւ եղբայրներին Հայաստանում տնավորելու համար ընդդիմությունը չի թողում, որ այդ մարդիկ տուն նստեն, որովհետեւ ուզում են նրանց պահի պանդուխտի կարգավիճակում, գաղթականի պատկերացրեք այդ վիճակը, որ դուք չգիտեք ստեղ եք ապրելու, թե ստեղ չեք ապրելու։ Ես անդադ այդ օրինակն եմ բերում, կանգառի վիճակը եւ հանգրվանի տան վիճակը։ Կանգառի վիճակում մարդը չի կարում կենտրոնանա որևէ բանի վրա, ոչ կերածնա կերած, որտեղ պետք է ճամփի վրա է, պետք է շուտ արեք, շուտ գնում ենք, ոչ քնածնա քնած, ոչ նստած, ոչ հանգստացա, որտեղ անընդհատ այդ ժամանակի չհերիքելու, որ ուշանում ես ինչ որ մի տեղից։ Եվ հիմա ընդդիմությունը պատերազմի եռագլուխ կուսակցություն չի թողում, որ Ղարաբաղի ժողովուրդը տնավորվի, որովհետև հոգեբանական տնավորվելը շատ կարևոր է։ Եվ սա կարևոր է Հայաստանի համար, որովհետև այսօրվա Հայաստանում լիքը մարդիկ կան, լիքը, որոնց նախնիները եկել են Ղարսից, եկել են Մուշից, եկել են բանից, Վանից եւ այլն։ Բայց այդ չպետք է նշանակի, որ Հայաստանը մեր տունը չի, այլ կանգառ է։ Մենք ոչ թե Վան վերադառնալու process-ում ենք, մենք Հայաստանում տնավորվելու process-ում ենք, Հայաստանում։ Եվ մենք պետք է հասկանանք մի բան, որ Վանը Երևանից տարբերվում է մի շատ էական բանով։ Երևանը պետություն է, պետության մայրաքաղաք է։ Եվ հայրենիքը պետությունն է, որովհետև եթե հայրենիքը քո պետությունը չի, ուրեմն դա մեկ ուրիշի հայրենիք էլ է, հասկանում եք։ Այսօր Հայաստանը ինչի է մեր Հայաստանի Հանրապետությունը, ինչի է մեր հայրենիքը, որովհետև մեր պետությունն է։ Եթե մեր պետությունը մեր հայրենիքը չի, ուրեմն առնվազն ուրիշների հայրենիքն է, ում պետությունն է նրա էլ հայրենիքն է։ Ում պետությունն է նրա էլ հայրենիքն է։ Եվ այս սրա մասին է այսօրվա խոսքը, այս քաղաքական process-ը սրա մասին է։ Եվ այսօր ինչ են ասում, այդ մարդիկ մենք հազիվ կոնֆլիկտի թակարդից դուրս ենք եկել ժողովուրդ, հազիվ դուրս ենք եկել կոնֆլիկտի թակարդից, այդ մարդիկ մեզ վերադարձնում են կոնֆլիկտի թակարդ։ ԲՀԿ ղեկավարն ասում է փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի, այդ ինչ քարտեզ նկատի ունեն Հայաստանի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի քարտեզը։ Շատ լավ, ծովից ծով Հայաստան։ Ով է հետ բերելու, ով է պայքարելու ծովից ծով Հայաստան, Ծառուկյանի տղեն։ Ծառուկյանի տղեն է պայքարելու։ Ես ասում եմ, իրանք ողջ ազգուտակով ցեղով սահմանի պաշտպանության համար մի կրակոց չեն արձակել, մի կրակոց չեն արձակել, բայց այդ մարդիկ տասնյակ եւ հարյուրավոր կրակոցներ են արձակել Երևանում, Աբովյանում, Առինջում, Ծաղկաձորում։ Նրանց համար ծովից ծով Հայաստանը գիտեք որն է, որ մարդկանց մտովի ուղարկեն Հայաստանից դուրս, իրանք Հայաստանի ներսում բեսպրեդել անեն։ Ժողովուրդը հետո գնացել են Օլիմպիադա, թեքել են մեր երեսին, դոդի գագո երեսից, ինձ ֆորմայով իմ երեսին թեքել են, ինչա կանգնած նայելին աղջիկերիկ էին ասում են, սմեր աղջիկի քամակին եք նայում, գետի նմատած ամբողջ սովետական ժողովրդի։ Ռոբերտ Քոչարյանն ասում է 29743 կիլոմետրով պետքա կարծում եմ պետքա չսահմանափակվենք։ Շատ լավ։ Ինչ է դա նշանակում, բա ինչով պետքա սահմանափակվենք։
Ուժեղ Հայաստան կուսակցությունը ասում է խաղաղությունը պետքա վերանայենք, վերաբանակցենք։ Պատերազմի երրագլուխ կուսակցությունը մեզ ուղիղ հետ է տանում կոնֆլիկտի թակարդի մեջ։ Այսօր մենք ազատվել ենք կոնֆլիկտից եւ այսօր մենք վերադարձել ենք տուն։ Մենք ասում ենք Հայաստանի ժողովուրդ, հայ ժողովուրդ, հայրենիք փնտրելու կարիք չկա, պանդուխտի վիճակում դեգերելու կարիք չկա, որովհետև մենք գտել ենք մեր երազանքների հայրենիքը, մեր ավետյաց երկիրը եւ Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը։ Այդ հայրենիքում, մեր հայրենիքում բազմաթիվ ճանապարհներ կան, որ պետքա կառուցվեն, մանկապարտեզներ, դպրոցներ, աշխատատեղեր եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք պետքա աշխատենք եւ մեր աշխատանքով մեր հայրենիքը, մեր պետությունը համապատասխանեցնենք մեր ունեցած պատկերացումներին։ Իսկ նախկինում ինչ ա եղել։ Մարդիկ աշխատել են, ինչ ասել են դե բանակի համար է, Ղարաբաղի համար է, դե կռվի համար է եւ այլն եւ այլն։ Արդյունքում ինչ ա պարզվել։ Ես ձեզ մենակ մի օրինակ բերեմ։ 2 օրից Հանրապետության հրապարակում տեղի ունենալու զորահանդես, հաշվետվություն զորահանդես, որովհետև մենք այնքան բան բասեցին, մենք չենք ուզում անկեղծ ասած անենք, բայց այնքան բան բասեցին, թե բանակը քանդել ենք։ Մենք կներեք, ինչ որ առումով մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ իրանց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել եւ 0-ից ստեղծել ենք բանակ։ Վաղը չէ, այսօր քանիսն է։ Վաղը չէ, մյուս օրը եկեք Հանրապետության հրապարակ եւ տեսեք այդ բանակը, բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Ուրեմն նրանք, ովքեր զինվորական ծառայության հետ առնչվել են, գիտեն, որ մեր հրետանու ողնաշարը եղել է D30 հրետանային միջոցը։ D30, ովքեր ծառայել են, գիտեն, D30-ը մեր հրետանու հրետանին է եղել։ Ուրեմն առաջին անգամ խնդրում եմ ուշադրություն, էլի, հազար ներողություն, շատ կարևոր բան եմ, մեր հրետանու, բանակի հրետանու 3-րդ հանրապետության ողնաշարը եղել է D30, այսինքն մեր հրետանային միջոցների մեծ մասը D30 հրանոթն է եղել։ Ուրեմն առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը գործարանային արտադրության, այսինքն Զավադսկոյ D30 հրանոթ ունեցել է 2023 թվին։ Առաջին անգամ նախորդող որ շրջան, այսինքն որ այդ զենքի առաջին օգտագործողը մենք ենք, գործարանից դուրս է եկել եւ եկել է Հայաստանի Հանրապետություն։ Այդ առաջին անգամ Հայաստանը ունեցել է 2023 թվականին եւ ամսի 28-ին դուք կտեսնեք այդ D30 հրետանային միջոցները։ Նախկինում մեր ունեցածը Սերժ Սարգսյանը որ ասում էր 80-ականների զենքեր, Ժողովուրդ ջան, ինքը գլուխ է գովացել։ 80-ականների զենք ասելով գլուխ է գովացել, որովհետև մեր բանակի զենքի 70%-ը եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների զենք ենք մենք ունեցել եւ իրանք խոսում են բանակի մասին։ Ես ուրիշ բան, վաղը չէ մյուս օրը որ դուք տեսնեք կամ հեռուստացույցով հետևեք, նայեք D30 հրետանային միջոցը, մենակ աչք վիզուալ, նայեք D30 հրետանու չափին, ֆիզիկական չափին։ Եվ այն նոր հրետանային միջոցները, որոնք մենք ձեռք ենք բերել վերջին տարիներին, մենակ չափերի տարբերությունը նայեք եւ ձեզ համար բացարձակապես ամեն ինչ պարզ կլինի։ Բայց ուզում եմ մենք իմանանք նաեւ ձեր մոտ հարց կարա ծագի, իսկ ինչի մի րոպե, իսկ ինչի մենք այդ նույն բանակը չունեինք, ասենք օրինակ 2021 թվին, 2020 թվին, 2019 թվին, իսկ դրա համար մի պարզ պատճառ կա, երկու պատճառ ա եղել ժողովուրդ ջան։ Առաջինը միջազգային շուկան մեզ զենք չի վաճառել երկու պատճառով։ Առաջինը ասել է, որ դուք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ եք եւ մենք չենք կարող այս տեխնոլոգիաները ձեզ վստահել,
որովհետև կազմակերպության ներսում դուք կարող եք փոխանցել եւ դա մեզ համար խնդիր է, նու սա եղել է ոչ ամենակարևոր պատճառը։ Իսկ ամենակարևոր պատճառը եղել է այն, ասել են մենք ոչ միայն համոզվածություն չունենք, որ դուք այս զենքերը չեք օգտագործելու ձեր միջազգայինորեն ճանաչված սահմանից դուրս, այլև համոզված ենք օգտագործելու ենք։ Դրա համար մենք չենք կարող կներեք, բայց չենք կարող մենք ձեզ այդ զենքերը վաճառենք։ Այդ զենքերի շուկան, եթե ուշադրություն դարձեք, մենք ասում ենք, մենք ցուցադրելու ենք 2022 թվականից հետո ձեռք բերված զենքերը հիմնականում 90%-ը 2022 թվականից ձեռք բերված զենքեր են։ Ինչա տեղի ունեցել 2022 թվականին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Երբ որ մենք ճանաչել ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, մեր հարևաններն էլ մերը Զենքի շուկան մեզ համար բացվել է, որովհետև լեգիտիմ իրավունք է սեփական տարածքի անվտանգությունը եւ անձեռնմխելիությունը պաշտպանելը։ Էս է տեղի ունեցել եւ մենք պետք է սա շատ հստակ գիտակցենք։ Եվ հետեւաբար ամենակարևոր նորությունը, որով ես այս նախընտրական քարոզարշավում գալիս եմ ձեր մոտ հետեւյալն է, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն, ժողովուրդ ջան, եւ այս խաղաղության առիթով շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, մեզ բոլորիս, որովհետեւ խաղաղությունն է երաշխիքը, որ մենք մեր տանը կապրենք եւ կծաղկենք, որովհետեւ խաղաղությունն է երաշխիքը, որ մենք 1000 տարվա հեռանկար ունենք, 1000 տարվա հեռանկար Եվ 1000 տարվա հեռանկարը կախված է նաև մեր գիտակցման հետ, որ մենք պետք է մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնարավորություն ունենանք եւ հմտություն ձեռք բերենք։ Ես ձեզ ուրիշ բան էլ ասեմ։ Օրինակ, տարիներ առաջ, երբ որ մենք ոչ Ադրբեջանի հետ ենք խոսում, ոչ Թուրքիայի հետ ենք խոսում։ Երբ որ մեզ պետք էր Ադրբեջանին ինչ որ բան ասել, մենք երրորդ երկրի միջոցով խաբար էինք ուղարկում։ Եվ երրորդ երկրի միջոցով էլ պատասխան ենք ստանում։ Եվ որոշ ժամանակ անց զգում ենք, որ ինչ-որ մի բան են չի։ Հետո հասկացանք, որ ոչ մեր ուղարկած խաբարն է ճիշտ գնում տեղ հասնում, ոչ էլ իրաց տված պատասխանն է գալիս ճիշտ տեղ հասնում։ Ընդ որում, երբեմն չարամիտ, բայց միշտ չի որ չարամիտ, որովհետև կան նրբություններ, որ process-ի մեջ անընդհատ ըլնող մարդը գիտի, բայց ով որ 5 րոպե առաջ է եկել, ինքը չի հասկանում նրբությունները եւ ուղերձները փոխանցելիս ծրված, թեքված, դեֆորմացված է ուղարկում։ Եվ հետեւաբար մենք որոշել ենք, որ պետքա մեր միջավայրում կարողանանք ինքնուրույն ապրենք։ Մեր հարցերը կարողանանք մաքսիմալ ինքնուրույն լուծենք, դա չի նշանակում, որ մենք սահման ենք դնում եւ բան ենք, մեկուսանում ենք միջազգային հանրությունից։ Ի վերջո խաղաղությունը հաստատվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ։ Բայց ժողովուրդ ջան, այդ հնարավոր դարձավ մի պատճառով։ 2025 թվականի մարտի վերջին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունները խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությամբ, այսինքն մենք արդեն համաձայնեցված տեքստ ունեինք, որը պատրաստ էր ստորագրման։ Երկրորդը, դրանից հետո ինչ է տեղի ունեցել։ Դրանից հետո տեղի ունեցել իմ առաջին աշխատանքային այցը Թուրքիա։ Ես գնացել եմ Ստամբուլ եւ խոսել եմ մեր ռազմավարությունների մասին։ Դրանից հետո Աբու Դաբիում տեղի ունեցել հուլիսի 10-ին տեղի ունեցել Ադրբեջանի հետ մեր երկկողմ հանդիպումը։ Եվ դրանից հետո օգոստոսի 8-ը դարձել է հնարավոր, օգոստոսի 8-ը օդից չի ընկել։ Օգոստոսի 8-ը ի վերջո մեր երկկողմ աշխատանքի եզրափակումն է, կուլմինացիան է։ Իհարկե նախագահ Տրամփի անմիջական մասնակցությունը շատ մեծ եւ էական դեր ունեցավ։ Եվ հետեւաբար ժողովուրդ ջան, մեր
խաղաղությունը ինչպես 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի աննման որ տանը 9 ամսական երեխա կա այդ 9 ամսական երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է եւ այդ ընտանիքի ուրախության առիթը ցանկացած 9 ամսական երեխա ինչ խնդրեմ էլ լինի տանը ընտանիքում բերկրանք եւ ուրախությունա պատճառում բայց 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ ունի եւս մեկ ընդհանրություն եթե մենք իր նկատմամբ խնամք չտանենք ինքը չի ապրի պարզապես այսօր պատերազմի երրագլուխ կուսակցություն ինչ անում ասում է եկեք այդ 9 ամսական երեխային հանձնենք որփատուն որփանոց որովհետեւ մենք չենք կարա իրան տիրություն անենք ուրիշների խնամքին հանձնենք այսինքն մեր ճակատագիրը էլի հանձնենք ուրիշների խնամքին պատմական այս շրջափուլի առանձնահատկությունն է որ մեր ճակատագրի ղեկը տառապանքների զրկանքների զոհերի եւ զոհողությունների միջոցով մեր ձեռքերը հասել են մեր ճակատագրի ղեկին եւ մենք այսօր ամուր բռնած ենք մեր ճակատագրի ղեկը մենք կառավարում ենք մեր ճակատագրի ղեկը մեր ճակատագիրը եւ սա պատմական մեծ իրադարձություն է եւ էսա պատճառը որ ես ասում եմ որ առաջիկա ընտրությունների ամենակարևոր հարցը որին պետք է հնչի պատասխան հետեւյալն է Հայաստանի ժողովուրդը տեր կանգնում է խաղաղությանը թե չէ Հայաստանի ժողովուրդը 9 ամսական մանուկին տեր կանգնում է թե չէ հիմա ամեն օրվա հետ իմ համոզմունքը ավելի է մեծանում որ այո ժողովուրդը տեր կանգնելու է եւ ուրեմն ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում խնդրում եմ հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք բայց շատ կարևոր է հասկանալ թե ինչու ենք քվեարկում 16-ին որովհետև սա ժողովուրդ ջան պաշտոնի կռիվ չի սա աթոռի կռիվ չի սա պայքար է հանուն պետության հանուն անկախության հանուն խաղաղության եւ ուրեմն 16-ին քվեարկում ենք որովհետև պետությանը տեր ենք անկախությանը տեր ենք ապագային տեր ենք խաղաղությանը տեր ենք մեղրաձորին տեր ենք Ծաղկաձոր խոշորացված համայնքին տեր ենք Կոտայքի մարզին տեր ենք Երևան մայրաքաղաքին տեր ենք Հայաստանի Հանրապետությանը տեր ենք Փառք նահատակներին եկեցե Հայաստանի Հանրապետությունը բայց այս ընտրություններում կա նաև մի շատ կարևոր հարց եւ ենթատեքստ եւ ամենակարևոր հարցերից մեկն է ժողովուրդ որ ամեն քաղաքացի իր ուժը զգա ամեն քաղաքացի իր դերը եւ իր արժեքը զգա որովհետեւ 2018 թվականից հետո քաղաքացին իրոք որոշիչ ուժ է Հայաստանի Հանրապետությունում իրոք որոշիչ ուժ է ես ասում եմ ես այո կգամ կհանդիպեմ կխոսամ գաղափարներ կգիսեմ բայց որոշողը դուք եք որոշողը ես օրինակ 2018 թվականից հետո նախ այդ Հայաստանում ոչ մի ընտրությունների արդյունքներ չեն կեղծվել ոչ մի ընտրություն ոչ մի քվեաթերթիկով ես չգիտեմ ընտրությունների արդյունքների վրա ազդելու այլ ձև քան ժողովրդի եւ մարդկանց հետ խոսելը քան գաղափարներ կիսելը քան գաղափարներով մարդկանց ոգևորելը գաղափարը տարածելը Եվ այսօր ես դրանով եմ զբաղված, բայց շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը
շատ հստակ առերեսվի այն փաստին, որ ընտրությունների արդյունքները ով կլինի վարչապետ առաջիկա ընտրությունների արդյունքներով, ինչպիսին կլինի Հայաստանի հետագա ընթացքը, ինչ կլինի խաղաղության հետ, արդյոք մենք հետ կգլորվենք կոնֆլիկտի թակարդի մեջ, թե խաղաղությունը կդառնա ինստիտուցիոնալ։ Այդ ամեն ինչը կախված է մեկ մարդուց, պատկերացնում եք ընդամենը մեկ մարդուց։ Որովհետև գիտեք ինչ 2010, 2007, 2008, 2012, երբ որ մարդկանց հետ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ խոսում էի, մարդիկ խոսում էի, ասում են հա ճիշտ ես ասում, բայց ոչ մեկ բան չի անի, ոչ մեկ չի արտահայտվի, ոչ մեկ չի կանգնի, ոչ մեկ չի պաշտպանի, հայրանց ներսում կիմանան որ ճիշտ է, բայց ոչ մեկ չի պաշտպանի։ Այս գաղափարը այն ժամանակ ծնվեց, ասի դու ուրիշի հետ ինչ գործ ունես։ Ուրիշ հետ դու ինչի ես մտածում, թե ուրիշը ինչ կանի, որտեղ դու ազդեցություն չունես, ուրիշ ինչ կանի, ուրիշը կորոշի, դու կարաս որոշես, թե դու ինչ կանես, դու ինչ ես ինձ ուրիշի բան կար, չէ, այս ժողովուրդը ժողովուրդ չի, այս երկիրը երկիր չի, Էսա փոխվել այսօր Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը ժողովուրդա, երկիրը երկիրա, քաղաքացին քաղաքացիա, ժողովուրդը ժողովուրդա, երկիրը երկիրա, քաղաքացին քաղաքացիա։ Եվ ուրեմն առաջիկա ողջ պատմական ընթացքի ճակատագիրը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը ինչքան էլ հերրու կանգնածնես դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, ով այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի մեկ մարդը, եւ այդ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, հպարտ արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Մեղրաձորին, Ծաղկաձորին, Կոտայքի մարզին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։